Այսուհետև հանրային տրանսպորտից օգտվող այն քաղաքացիները, որոնք չեն վճարի ուղևորձը, կտուգանվեն։ Ազգային ժողովի արտահերթ նիստն այսօր քննարկեց նախագիծ, որով սահմանվում է 15,000 դրամ տուգանք այն անձանց համար, որոնք առանց փոխադրավարձը վճարելու օգտվում են տրանսպորտից։ Եթե քաղաքացին օգտագործում է արտոնություն իրական օգտվողի փոխարեն, տուգանքը եւս 15,000 դրամ է։ Իսկ եթե ուղևորը նույնիսկ ունի արտոնություն կամ միասնական տոմս, սակայն չի վավերացնում իր ուղևորությունը տրանսպորտային միջոցում, նախատեսվում է 3,000 դրամ տուգանք։ Նախագծերի փաթեթի ընդունման նպատակն է կանոնակարգել եւ հստակեցնել համայնքներում ներհամայնքային կանոնավոր ուղևորափոխադրումների հետ կապված իրավահարաբերությունները եւ սահմանել վարչական պատասխանատվություն ծառայություններից առանց վճարման օգտվող անձանց համար։ Ստուգումներն իրականացվելու են հսկիչների միջոցով։ Փոխնախարարի խոսքով, եթե քաղաքացին չի վճարում եւ չի ցանկանում նույնականացվել, հսկիչը դիմում է ոստիկանին։ Արդյունքում անձը կարող է նույնիսկ վարչական ձերբակալության ենթարկվել։ Ընդդիմադիր падգամավորները հիշեցին 2018 թվականը, երբ նոր իշխանության եկած Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, թե քաղաքացին տուգանքի մատերիալ չէ եւ չպետք է նրան տեղի անտեղի տուգանել։ Հիմա դուք եկել եք բերել եք տրամագծորեն հակառակ մի օրինագիծ, որը խախտում է այն բոլոր սկզբունքները, ինչով առաջնորդվելով Նիկոլ Փաշինյանը եկավ իշխանության։ Երևանի տրանսպորտի վարչության պետի խոսքով միանշանակ ճիշտ լուծում էր անցումը միասնական տոմսային համակարգի եւ ստուգում իրականացնելու համար պարտադիր չէ, որ յուրաքանչյուր ավտոբուսում հսկիչներ լինեն։ Յուրաքանչյուր ավտոբուս, գրեթե մեր մոտ նոր ներկրված ավտոբուսներ կահավորված են հաշվիչ սարքերով, որոնք ցույց են տալի դրան վերևում է, քանի ուղևոր կա ներսում եւ վալիդացիոն սարքն էլ հնարավորություն է տալիս առցանց ռեժիմով տեսնել, քանի վալիդացիոն կա, այդպես դու կարող ես հստակ բարձել, թե քանի ուղևոր կա ավտոբուսի մեջ, որոնք չունեն վճարում եւ շատ քիչ քանակի հսկիչներով հնարավոր կլինի կոնկրետ ուղղորդել դեպի այն ավտոբուսը, որտեղ մեծ թվով չվճարողներ կան եւ ստուգում իրականացնել։ Ազգային ժողովի նիստից առաջ Երևանի ավականու Մայր Հայաստան խմբակցության անդամները ակցիա իրականացրին ազգային ժողովի դիմաց, իրենց բողոքը հայտնելով տրանսպորտի թանկացումը բոյկոտողների նկատմամբ տուգանքներ սահմանելու մասին օրինագծի դեմ։ Բայլամ իրոք պահանջ։ Այսօր կողմեք քննարկելու են տուգանքի մատերիալ սարքելու նախագծին։ Տրանսպորտի բոյկոտը։ Դե բոյկոտում են ինչ եք տուգանում։ Մարդիկ բոյկոտում են, որտեվ դեմ են ձեր ապօրինի թանկացմանի, իսկ ձեր սպառնալիքը եւ մանիպուլյացիան, թե որ չվճարեք տրոլեբուս չեն գնելու, կրկին ցույց է տալի, որ դուք խաբեբաների կուսակցություն եք, որտեվ դուք ասում եք այս թանկացումը պետք է, որպեսզի 10 տարի հետո ավտոպարկի հարց կարողանանք լուծենք, բայց փաստացի այսօր արդեն սպառնում եք մարդկանց տրոլեբուսները չգնելու։ Երևանի քաղաքապետն էլ 3 գործակարգավարական նիստում նշեց, որ թեև երևանցիների գերակշռի մասը պատասխանատու է վերաբերվում վճարումներին, սակայն կան քաղաքացիներ, որ չեն կատարում իրենց պարտավորությունը։ Այլ ունենք քաղաքացիներ, ովքեր որ մտածում են, միգուցե որ եկել է, այսպես ասած, անվճար տրանսպորտային երթևեկության ժամանակը, հարգելի քաղաքացիներ, այդ ժամանակը ավարտվում է եւ հատուկ ուզում եմ նախազգուշացնել, որպեսզի հետո նաեւ այդ այսպես ասած մեծ բողոքները չլինեն, բա ինչի է այսպես եղավ։ Աշխարհի շատ քաղաքներում նոր տոմսային համակարգերը ներդրվել են փուլերով։ Սկզբում դրանք փորձարկվել են սահմանափակ երթուղիներում կամ տրանսպորտային միջոցներում, այնուհետև աստիճանաբար ընդլայնվել։ Օրինակ Լոնդոնում Oyster Card-ը ներդրվեց մետրոյից սկսած, հետո միայն կիրառվեց ավտոբուսների եւ այլ տրանսպորտային միջոցների պարագայում։ Սա թույլ է տալիս հայտնաբերել եւ շտկել թերությունները փոքր մասշտաբով, նախքան լայնածավալ ներդրումը։ Տարածաշրջանում ներքաղաքային տրանսպորտի ուղետոմսերի ամենաբարձր արժեքներն ունի Թուրքիան, երկրորդ տեղում Հայաստանն է։ Մեր քաղաքացիների կարծիքները թանկության պատճառով առանց վճարի երթևեկելու եւ խոշոր տուգանքներ վճարելու հարցում խիստ տարբեր են։ Մարդկա երբ իրեք տրանսպորտա փոխում 10 դրամ չի մուծում, ամոթելը։ Ճիշտ կելի այն առաջվա նման էլի, փողը 10 նստես։ Ո՞տ եմ վերաբերվում, որտեվ ամեն մեկը գիտակից մարդա գիտի ինչի համար պետքա տրանսպորտի համար վճարի։ Պետք է անվճար տրամադրեն թոշակառուներին, հաշվանդամներին։ Պետք չի տուգանել։ Գիտեք ինչը մենակ ինձ չի գոհեցնում, որ ժամկետը անցնում է, ոնց կարող է դրամը իր արժեքը կորցնի։ Եվրոպայում Լյուքսեմբուրգն առաջին երկիրն է, որտեղ հանրային տրանսպորտը գործում է բացառապես անվճար դքսության ամբողջ տարածքում։ Երթևեկությունը ձրի է նաև Էստոնիայի մայրաքաղաք Տալինում, Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում, Մալթայի մայրաքաղաք Վալետտայում, ֆրանսիական Դյունկերկում, սլովենական Վելենիեում։ Ուղետոմսերն ամենաթանկն են Լոնդոնում, Նիդերլանդների քաղաքներում միջինը $4, շվեյցարական Ցյուրիխում գրեթե $5։ Մերի Դանիելյան, Անի Հովանիսյան, Լևոն Ոսկանյան, Գևորգ Սյանոսյան, Reopen Media։